Ադրբեջանցիներ կան։ Ոչ մեկին չենք դիմավորեցին։ Դրա համար շնորհակալ եմ։ Նկարվենք։ Այո։ Ամբողջ Հայաստանը տեսնելու է ձեր հյուրընկալությունը։ Ես շնորհակալ եմ ձեզանից, ձեր ներկայության համար։ Տարիներ շարունակ, ամեն չորեքշաբթի օր ես եղել եմ Բյուրեղաբանում, շատերը կհիշեն, եւ մասնակցել եմ այստեղ գործարանների կառուցման պրոցեսին։ Իրար հետ, ինչու եմ ասել մասնակցել եմ, որովհետև կառուցել եմ բյուրեղաբանցիները, ես ուղղակի պրոցեսին մասնակից էի։ Ու այսպիսի կոնկրետ պատասխանատու ժողովրդի հետ մենք կարողացանք Հայաստանում աննախադեպ արտադրություններ հիմնել։ Այն արտադրությունները, որի մասին անգամ սովետական միության ժամանակ Հայաստանում չէին մտածում։ Այդ տեխնոլոգիական ամբողջ գիծը մենք կարողացել ենք իրար հետ ստեղծել։ Երբ մենք ուզում էինք դա անեինք ամենասկզբից, շատերը ասում էին Չինաստանը մեզ կախտի, ինչ արտադրություն, բերեք ծախեք դրսից։ Հիմա ամբողջ Հայաստանում ինչ կա, բերում ծախում են դրսից։ Ասեցինք չէ, հայկականը թող լինի, թող մի համայնք Հայաստանում աշխատատեղ ունենա։ Եվ ընտրեցինք այդ համայնքը, այս համայնքը։ Սկսեցինք աշխատանքը, ժողովուրդ, համ որակով բոլորիս լավ արեցինք, համ գնով լավ արեցինք, համ էլ սկսեցինք արտահանման պրոցեսը, մինչև այս պրոցեսները մենք ցույց տվեցինք, որ ինչ Չինաստան, ինչ բան, հայը կարա ստեղծի բան ու աշխարհի հետ մրցունակ լինի։ Հիմա այս նույն օրինակը ուզում եմ ամբողջ Հայաստանով տարածենք։ Հայաստանի բոլոր համայնքներում ստեղծվելու են գործարաններ այսպիսի։ Այս գործարանը բազմապատիկ ավելի մեծանալու է։ Արդեն սարքավորումները կան։ Արտահանման վրա է գնալու։ Հայը պետք է աշխարհին ծախելու բան ունենա, տալու բան ունենա։ Հիմա աշխարհում ազգերին ճանաչում են իրենց ստեղծածով, արտադրածով։ Մենք պետք է բան արտադրենք այս աշխարհին տալու համար, ժողովուրդ։ Մենք չենք կարող ասենք, որ առաջի քրիստոնյա ազգն ենք ու վсё, սիրեք մեզ։ Չի լինում տենց։ Ստեղծած ուժով են քեզ արգում, ստեղծարար ձեռքով են քեզ արգում։ Դրա համար ուզում բյուրեղաբանցիների շատերը գիտեն, ինչ ճանապարհով ենք մենք ստեղծելու։ Այս նույն օրինակի մասին պատմեք տարածքի մյուս ժողովուրդներին, մյուս քաղաքներին, մյուս համայնքներին։ Մենք բոլոր քաղաքներում ստեղծելու ենք աշխատատեղերը։ Գիտեք ինչու, որ հայերը չլքեն Հայաստանը։ Որտեղ տասնյակ հազարավոր հայեր հազարավոր հայեր լքում են Հայաստանը նրա համար, որ գործի տեղ չկա։ Որ աշխատավարձերը ցածր են, քանի որ շատ գործի տեղ չկա, գործատուները չեն մրցում իրար հետ։ Մենք պետքա երկու ծրագիր ունենք Հայաստանի համար, որպեսզի պարզ լինի ձեր համար։ Առաջինը, ստեղծում ենք աշխատատեղեր Հայաստանով մեկ, ինչպես արել ենք Բյուրեղաբանում, եւ ապահովում ենք, որ հայերը մնան։ Երկրորդը, ընդունում ենք օրենք, որի անունը դնում ենք Հակա Սաֆարովյան օրենք, ու արգելում ենք խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո, որ յուրաքանչյուր ադրբեջանցի կարողանա Հայաստանում, ոչ կարողանա գույք գնի, ոչ կարողանա բնակարան գնի, ոչ կարողանա հող գնի, ոչ նվեր ստանա։ Անունը դնում ենք Հակա Սաֆարովյան օրենք, որ բոլորիս հիշեցնի, որ անգամ Եվրոպայի սրտում զինվորականների ուղեկցությամբ իրենք մի հայ չպաշտպանեցին Թուրքից։ Եթե մենք թույլ տանք ադրբեջանցիները գան մեր երկիր, ոնց են մեզ պաշտպանելու։
Մենք պետք է այնպես անենք, որ իրանք չգան դրա համար օրենք է լինելու։ Ընդամենը 10 օրից ավել իրավունք չեն ունենալու Հայաստանի տարածքում լինեն։ Իրավունք չեն ունենալու հող գնեն։ Հիմա auctions կայք կա, պետական հայկական կայք կա, որով Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի մասնակցի Հայաստանում աճուրդների։ Նոր մի ամսից առաջ գործի դրված կայքա, որի մասին հայտարարել է տարածքային կառավարման նախարարը ու Ադրբեջանի քաղաքացիների անունն էլ կա, Ադրբեջան անունն էլ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ դուրս է գալի, հայտարարում ասում է, բա մենք պետք է իրար հետ սովորենք ապրել։ Իրանք պետք է գան, առևտուր անենք իրար հետ։ Իրան գան ստեղ ապրեն, չեն բացառում։ Արսեն Թորոսյանը ասում է, մեր երկիրը շատ միատարա, մենք պետք է սովորենք այլ ժողովուրդների հետ համատեղ ապրենք։ Ժողովուրդս ինչ են բացում, ինչի ականջ են բացում։ Իրանք, ուր իրանք եկել են, մենք հելել ենք այդտեղից։ Ուր ոտա դրե թուրքը, այդտեղ մի քանի տասնյակ տարի հետո հայ չի եղել։ Նժդե 100 տարի առաջ արյան գնով պայեց Սյունիքը։ Հիմա Հայաստանի նախագահը բացում եմ Սյունիքի դարպասները։ Այգու ծավը տանեմ։ Հարյուրավոր մարդիկ են զոհվել դրա համար։ Հերոսական պայքար ա մղել այ ժողովուրդը, որ Սյունիքի դարպասները վերջապես այդ հորդաների դեմ փակի։ Ոնց ենք եկել, ասեք 21-րդ դար բացում դռները։ Մեր պատմությունը դաժան պատմություն է, տխուր պատմություն է, բայց գոնե մի բան թողել է մեզ։ Դաս, պատմության դաս մի հատ սովորած ունենք, թե չէ, չի կարելի իրանց վստահել ժողովուրդ, չի կարելի իրանց թողել Հայաստան։ Եվ մեկը ասի, որ այդպիսի բան չի քննարկվել, ցույց տվեք Իրան 2 ամիս առաջ Հեյդար Ալիևի տղու հայտարարությունը, որ հավաքել է գիտնականներին Ադրբեջանի ու ասում է, որ մենք պետք է վերադառնանք արևմտյան Ադրբեջան, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, 2 ամիս առաջ, 60 օր առաջ։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի Փաշազադեի տեղակալը ասում է 300-400 մզկիթ, պետք է կառուցվի տրվի Փաշազադեին, 3 ամիս առաջ։ 5 օր առաջ հայտարարել են Նախիջևանում արևմտյան Ադրբեջանի ֆորում են անում։ Կույր պետք է լինես, որ չտեսնես, թե ինչ են մեզ համար պատրաստում այս պրոցեսներից հետո։ Ժողովուրդ, 10 օր է մնացել, այս փոփոխությունը մոտ է, բոլորիս մասնակցությամբ մենք պետք է անենք մի բան, մերժենք փոքրիկ խմբակին, փակ պահենք Սյունիքի դարպասները ու անենք երկու բան, այնպես անենք աշխատատեղեր ստեղծենք, որ հայերը չգնան, ու այնպես անենք, այնպիսի օրենք ընդունենք, որ թուրքերը չգան։ Շնորհակալ եմ բոլորից։ Կարևորություն ուզում եմ զգաք ժողովուրդ։ Սա մի օր է, այս մի օրը կանխորոշելու է 5 տարին մեր կյանքի։ Մեզ սկսելու են, հիմա Արարատն են անում։ Հետո սկսելու են քիչ, Հայաստանում անցկացնել այդ գաղափարները հմեկով միացնի, հիմա ինչ են, չէ, հմեկով ասում։ Իրանց հովանավորած հմեկով միացնի, կասեն, այս ադրբեջանցին եւ այս հայը իրար ընկեր են եղել, ինչու չապրեն իրար հետ Երևանում։ Մեր միամիտ ժողովրդին համոզելու ձևերը սրանք մեզնից լավ գիտեն։ Ու իրենք բացելու են այս երկրի դռները։ Պետքա չթողենք իրար հետ եւս մեկ անգամ այնպես ենք անում, որ թուրքերը չգան, ու այնպես ենք անում, որ հայերը Հայաստանից չգնան։ Բոլորս դեպի